Hello and welcome to this special season of Language Therapy with Dr. K, a podcast from the USC Dornsife Institute of Armenian Studies. In a break from our usual format, these 10 episodes are entirely in Armenian and devoted to the Armenian language itself, its history, its structure, its diversity, and the many narratives that shape how we understand it. My guest for the entire special series is Dr. Hraç Martirosyan, one of the world's leading historical comparative linguists and a foremost authority on Armenian. Over the course of these conversations, we take on some of the most persistent and often emotionally and politically charged questions surrounding the language. We approach these sensitive topics through conversation, bringing together our collective scholarly expertise in historical comparative linguistics and sociolinguistics to unpack myths, clarify misunderstandings, and most importantly, situate Armenian where it belongs, as a living, changing language shaped by history, contact, and its speakers. All episodes are subtitled in English and available on YouTube. We're so glad you're here, and we invite you to listen with curiosity. Hraç Martirosyan ջան, ողջույն։ Ողջույն Շուրջան։ Հիմա գալիս ենք էլ ավելի թեժ բուրըն թեմայի ուղղագրության հարցը, խնդիրը միշտ կատակով ուսանողներիս ասում եմ մենք հայերս ամեն ինչից երկու հատ ենք սիրում, երկու կաթողիկոս, երկու գագաթ, երկու գրական տարբերակ, երկու ուղղագրություն, բայց անկեղծ ասած ես երևի չէի գիտակցում ինչքան սուր է այս հարցը հատկապես սփյուռքային համատեքստում, մինչև որ մի շատ իմ կարծիքով ողբերգական դեպք պատահեց իմ հետ, ուրեմն 2010 թվին UCLA-ում ասպիրանտ էի և սկսեցի համագործակցել ժառանգական լեզուների կենտրոնի հետ, դա մեծ կենտրոն էր, որի ամբողջ գործունեությունը նվիրված էր ժառանգական լեզուների համար նյութեր պատրաստել, դասավանդման մեթոդաբանություն եւ այլն, կարճ պատմեմ, շարք ունեին դասընթացների ամառային հատուկ ավագ դպրոցի աշակերտների համար, որը աշակերտներին հնարավորություն էր ընձեռնում ամառը գալ համալսարան, նախ համալսարանի միջավայրում իրենց ուսանողը զգալ եւ արագընթաց դասընթացի լեզվի դասընթացի մասնակցել իրանց ընտրած լեզուները Ամերիկայի դիտանկյունից ռազմավարական ինչ-որ նպատակ ունեցող լեզուներն էին, բայց քանի որ ես աշխատում եմ այնտեղ եւ քանի որ ես փոխանցել եմ ինչ մեծ համայնք կա, ընդառաջեցին, որ հայերենի դասընթաց էլ առաջարկենք, որը ես պիտի դասավանդեի։ Իհարկե դա արևելահայերներ լինելու, քանի որ ես էի դասավանդելու, պատրաստեցինք գովազդային թռուցիկ, որը բացի են, որ ես 1000 անգամ ստուգել էի, արևելահայերենի դասախոսը նայեց, արևմտահայերենի դասախոսը նայեց, Professor Cowie-ն ամբողջ հայագիտության ամբիոնի ղեկավարը նայեց եւ դա սկսեց տարածվել։ Մեկ էլ ժառանգական կենտրոնի տնօրենը զանգեց ինձ շատ ջղայնացած, որ մեզ զանգ է եկել համայնքի ղեկավարներից մեկից, որ այսինչ սխալ քայլ եք ձեռնարկել, այս գովազդային թռուցիկը սխալներով լի, անընդունելի, պիտի հենց հիմա դադարեցնեք եւ այդ դասընթացը չառաջարկեք։ Ինձ հրավիրեց գրասենյակ, որ բացատրեմ ինչ գերագույն սխալ եմ թույլ տվել։ Ու ես կատակով ասի, ինչքան ժամանակ ունեք, որ հայոց լեզվի պատմությունը պատմեմ ու գամ հասնեմ ուղղագրությանը, այսինքն սփյուռքահայ մեր համայնքի ղեկավարներից մեկը նկատել էր, որ թռուցիկը նոր ուղղագրությամբ էր ու դա ցեպել էր անընդունելի։ Ու իմ ամբողջ հեղինակությունը, ամեն ինչը այստեղ մի պահ վտանգվեց։ Կարող է չի իմացել, որ ուրիշ ուղղագրություն էլ գործում է։ Չէ, շատ լավ իմացել է, բայց ոնց ասեմ, ուզում եմ սա ինչի երկար բարակ պատմեցի, որ հասկանանք ծանրությունը եւ գաղափարախոսական ելևէջները եւ գործնական հետևանքները, այսինքն հրաշալի մի առիթ է
սա եւ ես պայքարեցի եւ դա տեղի ունեցավ, բայց մի ամբողջ խումբ երիտասարդ պիտի զրկվեր այդ հնարավորությունից համասարանում լավագույն համասարաններից մեկում արևելահայերենի դասընթացի մասնակցել, որովհետեւ կարևոր ինչ-որ մի դեպք գտնում էր, որ անընդունելի էր նոր ուղղագրությամբ արևելահայերեն դասավանդել։ Եթե խոսքը լինի հայերեն եւ չհայերեն, այդպիսի այդպես դրամատիկ հարցի վերաբերյալ, կամ ասենք օտարատար հայերեն գրել, որը ընդունելի չի բացարձակապես, դա կարելի է հասկանալի համարել, չէ՞, բայց երբ որ այստեղ երկու դեպքում էլ հայերենի մասին ենք խոսում, բայց ընդհանրապես պայմանական, որ երկուսն էլ հայերեն տառերով, հայկական տառերով, ու այդ ճշնամությունը երկու ավանդույթների միջև դա կտրականապես մերժելի է, ու ես շատ վստահելի մարդկանցից, որ այնպես որ ինձ շատ հարազատ, շատ լրիվ վստահելի մարդիկ, որ դասավանդում են տարբեր երկրներում բան, նույնիսկ չեմ ուզում անուններ ասեմ, որովհետև կարող է, ասենք, խնդիրներ ունենան իրանց դպրոցներում, որ ասենք, եթե տարբեր երկրների մասին է խոսքը, միտեղ մի քիչ ավել սուր, միտեղ պակաս, բայց հիմնականում, որ ասենք, եթե միջոցառում առնում, ասենք, եթե մի մարդ, որ ներկայացնում է ինչ-որ դասագիր կամ ինչ-որ մի հատված հետաքրքիր բան, երեխեքի հետ հաղորդակցություն, շփումներ, զրույց եւ այլն, ու եթե այդ հատվածը նոր ուղղագրությամբ է, այս սովետական ուղղագրությամբ է, իրանք ասում են կամ դա պետք է ծրագրից հանվի, կամ էլ հերվից ցույց տուր, որ Չերևան, որ չկարդացվի, ուղղակի ասեմ, որ sense գիր կա կամ էս էջը որ բացվել է, ասենք գնի կարապետ ցույց տալ եւ այլն, հերվից պետք է ցույց տաս, որ Չերևա, որ դա այն ուղղագրությամբ է, որովհետեւ չգիտեմ ինչ կլինի, ասենք աղջիկները կբլոկվեն երևի, ասենք աշակերտների կամ չգիտեմ, էլի դա Ես հույս ունեմ, ինչ է նշանակում դա, էլի։ Դա մեղմացել է, իդեպ այդ նույն անձը եւ ես մի քանի տարի հետո նույն հանձնաժողովի անդամ էինք ընտրվել հայրենի կենսունակությանը նվիրված ու այդ զրույցները մեղմացան, բայց այդ նույն հանձնաժողովի հաղորդակցության ընթացքում, երբ որ ես նամակ էի գրում էլեկտրոնային նամակ նոր ուղղագրությամբ, էլի այսպիսի ինչ-որ արձագանքներ էր լսվում, որ դա լուրջ չի կարելի ընդունել, քանի որ դա նոր ուղղագրությամբ է գրված։ Ոնց ասեմ, եւ դա միակողմանի չի։ Իհարկե, այդ կարծրատիպերը, նախապաշարումները եւ այլն, ես հակառակն եմ տեսել հայաստանցի ընտանիքներ, որոնք երեխաներին ուղարկում են նորմալ հայերեն չի։ Այո, ուղարկում են ազգային վարժարան, որտեղ որ դասավանդվում է արևմտահայերեն դասական ուղղագրությամբ։ Ես ներկա եմ եղել, ասենք ընկերուհուս տանը, տղան ուղղագրության ինչ որ քննության է պատրաստվում, հիով բառագրած, մայրը սենց քմծիծաղով, հեգնանքով դա յ-ա կարդում ու ինչ որ էս ինչ հիմար կամ էս ինչ հնադարյան կամ էս ինչ հնաշունչ եւ այլն եւ ես ընկերուհուս շուրեկա եւ ասի եթե դու այդպես ես անում ինչ հույս ունենանք որ պիտի հաջողվի տղայիդ ասենք համակրանքը կամ նույնիսկ սովորելը չի կարելի դա էլ է անընդունելի իմ համար մի դար հայերենը պետականություն ունեցող մեր երկրում ունեցել է այդ կերպը, ուղղագրությունը մի դար դրանով ենք ապրել, դրանով է գիտական կրթական համակարգները դրանով են գոյատևել, ստեղծվել է հսկայական ժառանգություն, մենք դպրոցում դրանով ենք գրել, շփվել կամ ինչ է նշանակում էլի, որ երկու կողմից էլ ոչ մի կողմից ընդունելի չի այդպիսի վերաբերմունքը։ Ես իմ ընտանիքում այդ փորձ ունեի։ Ես ծնվել եմ Հայաստանում, արևելահայախոս, մեծ մասամբ նոր ուղղագրությամբ եմ ամեն ինչ կարդում եւ այլն, իհարկե հետո ասպիրանտուրայի ժամանակ դասական ուղղագրությանը շատ լավ ծանոթացել եմ, գրաբար, արևմտահայերեն եւ այլն։ Ամեն դեպքում իմ աղջիկը մի քանի տարի գնաց ազգային վարժարան, որտեղ նույնիսկ արևելահայերենը դասավանդվում էր դասական ուղղագրությամբ։ Երբ որ ինքը ինչ-որ շփոթմունք կամ հարցեր ունենում, ես շատ պարզ ասում եի ինչ բախտավոր ես դու, որ փաստորեն երկու ուղղագրություններին էլ ծանոթ ես լինելու, տիրապետելու ես։ Վերջ։ Ոչ մի ինչ-որ արժեքավորում, սա լավն է, սա վատն է, սա հին է, սա նոր է, սա սիրուն է, հարմար է եւ այլն։ Որովհետեւ այդ պիտակները մանավանդ երիտասարդ մեկի պիտակ դնել
ուղղակի խաթարելու ես իրենց ընկալումը, հարգանքը եւ այլն։ Եվ այս օրինակն էլ եմ միշտ բերում, երբ որ, չգիտեմ, Economist-ն ենք կարդում, որ Անգլիայում է գրվում, եւ color բառը գրվում է COLOUR, ոչ մեկ չի բռնում, ոչ մի ամերիկացի չի բռնում պատռում այդ ժուրնալը գցում հայհոյում եւ այլն UI պատճառով կամ theater ER-ով վերջում թե RE բայց կարծեմ center եւ բայց ես կարծեմ մեր նախորդ զրույցների ընթացքում էլ եմ քեզ պատմել որ ես ներկա եմ եղել հավաքների որտեղ աթոռներ են նետվել աթոռ ես չեմ չափազանցնում աթոռներ են նետվել ուղղագրության վերաբերյալ վեճերի ժամանակ ու ինձ թվում է միգուցե որոշ մարդկանց համար այդ հարցի ծանրությունն ու սրությունը ակնհայտ չի ինչքան լուրջ ինչ որ քաղաքական գաղափարախոսական ելևէջներ կա դրա համար էլ ավելի եմ կարևորում այս մեր զրույցը հաստատ շատ կարևոր է ու ես ինքս տարբեր առումներով իմ կաշի վրա զգացել եմ դա աթոռներ չեն եղել տաբուրետ եկել չեն եղել բայց ասենք գիտաժողովի նկարագրության մի հանդեսում պաշտոնական նորմալ հանդեսում այդ նկարագրության մեջ ասենք այնպես ներկայացած որ ասենք ես նույնիսկ ես չկարողացա խաթարել ներկայությամբ այն համերաշխությունը, որ այնտեղ արևմտայինի եւ արևելայինի եւ ուղղության հարցերին նվիրված այդ գիտաժողովում այդ միասնությունը կարելի ու ես այնտեղ լրիվ հարգանքով քննարկում որոշ կետեր եւ այլն, բայց պարզվեց որ ասենք ազգադավ դավաճան այդ բանը այդ խոսույթը գիտական ու հարակից հարցերը ազգադավ, ազգանապաստ բևեռացման համատեքստում դնելը դա հենց այն անընդունելի բաներից է ու գիտես մեկ էլ ինչն է ամենասուրը այն որ այդպիսի սուր ընկալումներ ունեցող մարդիկ դնում են քննարկումը հենց այդ գծի վրա որ սա խաթարում է այս տարբեր ուղղությունները խաթարում է մեր միասնականությունը ու իրանք ընենց են դա դնում բևեռացման մեջ, որ հենց դրանով են իրանք խաթարում։ Փաստորեն այն, որ ելակետը իրանց պետք է լիներ համերաշխությունը ու բևեռացման բացակայությունը, հենց արվում է դրամատուրգիային հակառակ ձևով, որովհետև առանց չափազանության, ասենք իրանք ընենց սպիտակներ են դնում, նույնիսկ ընենց ֆիլմերում կամ ընենց նյութերում, որ այտենց համարյա պաշտոնական, այտենց լուրջ մասնակցությունով հայտնի դեմքեր պաշտոնական նաև գիտական կրթական համակարգերի ներկայացուցիչներ ու ասենք իրանք այն երկու բևեռների տեսակետներով ներկայացնում ասում են հայության հակառակորդները չեմ չափազանցնում գրել եմ դրա մասին էլի բազմիցս հայության հակառակորդները այսինքն եթե դեմ ես այս ուղղագրությանը ուրեմն դու դեմ ես Մաշտոցին սա այս ձևի մեկնակետը հենց համերաշխության ու գիտականության լրիվ հակապատկերն է անկախ նրանից դու որը կընդունես բանավեճը բան միշտ կարող լինի չէ բայց այս ձևի տնել հարցը կամ ասենք ով որ ասում է ճշմարիտ հայա ինքը հաստատ այս մեր տեսակետը կտարածի եւ բանկանի սրանից մեծ սպառակտում էլ ոնց պատկերացնես դե մեր ամբողջ զրույցների շարքի անկյունակարային համոզմունքներից մեկը հետևյալն է, որ պետքա գիտությանը, պետքա գիտական դիտանկյուն, պետքա հասկանալ, որ կան մասնագետներ, կա լեզվաբանություն եւ այլն ու դա է հայրենասիրությունը։ Այո, գիտությունը առաջ տանել։ Ճշմարիտ գիտությունը։ Հիմա լավ ուղղագրության մասին, որ ընդհանրապես խոսում եմ, հաճախ ասենք ամերիկյան համալսարանների լսարաններում անգլերենով խոսում ենք orthography մասին եւ orthography բառը շատ հաճախ խորթային ուսանողներին դրա համար մտածեցի միգուցե հենց կարելի է խորթոգրաֆիկ ընկալումներ ատալիս այսինքն orthography բառի ստուգաբանությունը արդեն անգլերենը մտել այդ բառը հին ֆրանսերենի միջնորդությամբ, իհարկե այնտեղ լատիներենի միջնորդությամբ, այնտեղ հունարենի, հետո հունարենի միջնորդությամբ, orthos ուղիղ, հենց հունարենից է գալ իհարկե, գրաֆիա գիր գրել։
Եվ միգուցե հուշեմ մեր դիտորդներին, որ եթե orthography-ն խորթ է, բայց եթե իրենց ատամների հետ երբևիցե խնդիր են ունեցել, orthodontist-ը խորթ չի լինի, ու էլի այդտեղ orthos ուղիղ, dant, dent, ատամ եւ այլն։ Հիմա անցնենք հայերեն բառին, որը շատ ավելի թափանցիկ է, ուղղագրություն։ Շատ ավելի ուղիղ տերմին է։ Միգուցե սկսենք հետևյալ սահմանով, ինչ է նշանակում ուղղագրություն։ Ինչ է ուղղագրությունը։ Ինչով է տարբերվում օրինակ գիր երևույթից։ Դե դա գիր երևույթի դրսևորման գործնական ոլորտում դրա դրսևորման մեթոդների, միջոցների ամբողջությունն է ու զգալի չափով պայմանականությունների վրա է հիմնվում, կախված է նաև նրանից, թե ինչ սկզբունք ունի տվյալ գրային համակարգը, դե մենք շատ լավ ենք բրծել, որ շատ ուղղագիծ է համապատասխանությունը, եթե գանք գրափարյանից, հետո էլ շատ մեծ փոփոխություններ չեն եղել, համեմատաբար այդքան շատ չէ, դե դրանք կարան ընթացքում փոխվեն կախված որոշ պայմանականություններից, ասենք մեր այդ նույն հնչույթը, օրինակ հովիվ բառի մեջ, մենք ունենք նույն հնչույթը երկու տարբեր գրություններով, այսինքն այս ճակերտավոր խաթարումը նույնիսկ ոսկեդարյան հայերենում կա դեռ, չէ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, չէ, Մաշտոցին ու մյուսներին մեղադրել դրա մեջ, հովիվ դա հնագույն վաղնջահայկական փուլում եղել է հովիվա վերջի ան ընկնելով, այդ երկու վ-ն նույն հնչույթն են եղել ու դրանք 5-րդ դարում հնչել են նույն ձևով, բայց մենք ուղղագրական պայմանականությամբ մի դեպքում գրում ենք վ, մյուսում վ, ու դրանից ոչ մի ողբերգություն չի եղել։ Ընդհակառակը դա արվում է լավ նպատակով, որ ո-ից հետո շփոթ չլի, եթե ո-ից հետո գրեինք վ, ուի հետ խառնել, պաստորեն հույվ կարդայինք, որը սխալ կլներ։ Հնչույթաբանորեն մենք ունենք հ, օ, վ, ի, վ, 5 հնչույթ, ու դա գրել ենք 5 տառով, 5 նշանով, որոնց մեջ այդ վ-երը նույն հնչույթներն են, բայց տարբեր գրեր են։ Հիմա կգանք ուղղագրական սկզբունքներին, բայց արդար է ասել, որ ուղղագրությունը որևէ լեզվի համար ընդունված գրելու կանոնների պայմանական համակարգ է։ Հա, իհարկե։ Չէ՞։ Ու այստեղ շեշտում եմ պայմանական, որովհետև դա փոփոխական է։ Հա, եւ քանի որ լեզուն զարգանում է, չի կարա ուղղագրությունը այտենց մեռած մնա, անընդհատ պետք է, ոնց որ մենք խոսում ենք գրական ու խոսակցական լեզուների մասին, որոնտեղ այդ հետապնդումը, փափուկ իմաստով ասենք իհարկե, այդ հետապնդումը պետք է գնա կենթանի վիճակից դեպի գրավոր, այսինքն գրավորը պետք է հարմարվի նրան, չէ, նույնն էլ ստեղ այդ ուղղագրությունը, եթե մենք ունենք հմիկվա ընդունվածը ու հետո եթե լեզուն զարգանում փոխվում է, բնականաբար առաջանում է այդ հարցը, որ արդյոք չպետք է մենք ուղղագրությունն էլ հարմարացնենք։ Իհարկե սա չի նշանակում, որ ամեն մի փոքր բան լինի, այնց ու դա չափի մեջ, ողջամիտ ձևով իհարկե, բայց ամենայն դեպս մենք գիտենք, որ բազում լեզուների ավանդույթներով եղել է միշտ այնց, որ որոշակի ժամանակամիջոցից հետո հագին տարբերություններ, երբ որ շատանում են այդ տարբերությունները, մի փուլում առաջանում է այնց կարիք։ Տարբեր սկզբունքներ կան, ուղղագրական, հնչյունական, հնչյութային, պատմական, ավանդական, ձևաբանական եւ այլն։ Մաշտոցյան ուղղագրությունը ինչ սկզբունքների վրա է հիմնված։ Մեկ տառ, մեկ հնչույթ։ Կամ հակառակ ավելի շուտ, մեկ հնչույթ, հնչույթից են գալիս իհարկե ու մի գրանշան։ Կարող ենք զատել, սահմանել հնչույթ, հնչյուն հասկացողությունները, որ շփոթ չառաջանա։ Հնչույթը այդ իրողության գաղափարն է, անունն է, որովհետև կան այդ նույն հնչույթը կարող արտասանվի բազում տարբերակներով, ասենք այի փոխարեն կամ այի համար կարանք այնպես տարբերակներ ունենանք, որոնց մի զգալի մասը մեր ականջը
կզգա այդ տարբերությունը կլսի, բայց ավելի շատ մասը չի լսի, բայց մեքենան այդ փորձառական հնչյունաբանություն կա, չէ, experimental phonetics մեքենան այդ տարբերությունները հստակորեն կտեսնի, ասենք կախված անձից, կախված այդ ձայնավորի միջավայրից, այդ բառի մեջ, այդ ընդհանուր միջավայրից եւ այլն, այդ այրը կարան համարյա անվերջ քանակության տես ներբատարբերակիկներ ունենալ, բայց ոչ մի խնդիր չկա, քանի դեռ իրանք չեն հատել բայց մեր մտքի մեջ դրանք բոլորը անեն։ Դրանք ասենք մենք ունենք այս ինչ սահմանը, որ այս սահմաններում այդ հնչյունների ամբողջությունը հնչույթ, այդ հնչյունների ամբողջությունը հնչույթի դրսևորումներն իրական արտասանական տարբերակներ են, հնչյուններ են, բայց դրանք բոլորը չեն հատում այի թույլատրելի սահմաններ։ Եթե այդ ինչ որ մի հատ պահ գա շրթնայնությունը արդեն գիծը անցնի, այդ դեպքում արդեն հնչույթային այլ տիրույթ ենք մենք թափանցում ու այդտեղ արդեն շրթնային բո կամ ու ձայնավորը պետք է լինի։ Այսինքն հնչյունը արտասանությունն է կամ արտասանությունների այն ինչ որ մենք լսում ենք, իսկ նա դրա абստրակտ նկարը, վերացական իր պատկերը, իր նկարագիրը։ Հիմա վերադառնանք Մեսրոպյան ուղղագրությանը, այսինքն Մեսրոպյան ուղղագրության գլխավոր սկզբունքը մեկ հնչույթ, մեկ տառ։ Ընդ որում, ասենք, եթե մենք ասում ենք, որ 5-րդում այդ որ ասում ենք, չէ, բա մի հնչույթ չի, բայց դա եղել է մի հնչույթ։ Դե մեր այբուբենին նվիրված զրույցում մենք հենց դրա մասին խոսում ենք։ Այդ ե-ը եւ n եղել են եւ այսինքն երկուսն էլ եղել են մի հատ ձայնավոր, այսինքն մի հատ հնչույթ։ Դենտեղ նաև մի թեթև խոսեցինք այն մասին, որ կարան վեճերել են, թե ուն ինչի չկա, դա առանձին մի հնչույթ չէր, դեստեղ ուղղակի Մաշտոցը գերադասել է օմիկրոն, ուպսիլոն, հունական այդ երկբարբառային տարբերակով ու ձայնավորը դրսևորելու այդ իրողությանը ու սա այն քիչ բաներից է, որ տարբերություն կա, որ կարելի է քննարկել, ես այն համոզմանն եմ, որ իրոք եղել է մի հնչույթ, այդ ուն, այդն էլ թույլ, ին եւ ուն գիտենք, որ թույլ ձայնավորներն հաստատ մի հնչույթ է, ստուգաբանական եւ բազում այլ ձևերով կարանք դա հիմնավորենք, չնայած ուրիշ տեսակետ էլ կա, երկբարբառային, բայց ամենայն դեպս սենց քննարկելի փոքր բաները մի կողմ դրած, իհարկե Մաշտոցյան այբուբենը ունի այդ հստակ սկզբունքը, մի հնչույթին մի գրանշը։ Հաճախ երբ որ գալիս է հետևյալ հարցը, արդյոք ինչ կարիք կար ուղղագրական բարեփոխումի, այն տպավորությունն է, որ մենակ հայերենն է բռնի ձևով ենթարկվել ուղղագրական բարեփոխումի ու մնացած աշխարհը հազարամյակներով նույն ուղղագրություններով է առաջ շարժվում, բայց այստեղ շատ արագ ուզում եմ ուղղակի քննարկենք, որ դա իհարկե այդպես չի, որ տպագրության դարաշրջանից սկսված արդեն մեծ պահանջ սկսվեց գրության ինչ-որ կայունության կանոնարկման կարիքը հիմնելու, մենք տեսնում ենք առաջին այդ կոդավորումները ուղղագրական իտալերենի դեպքում, իսպաներենի, ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի եւ տարբեր այլ լեզուներում, արդեն 18-րդ դարում մենք մեր զրույցներից մեկում նշեցինք Ֆրանսիական ակադեմիայի արդեն հիմնելը 1635 թվականին, հետո դրանից հետո ամրապնդումը ուղղագրության իրենց ֆրանսերենից եմ թարգմանում բանականացված մոտեցումներով Գերմանիայում ենք տեսնում արդեն 1780-ական թվականներին, Անգլիայում Սամյուել Ջոնսոնի անգլերենի բառարանը 1755 թվականի, որ դառնում է փաստացի ստանդարտ, առաջ գնանք 19-րդ դար, Գերմանիայում ուղղագրական լիարժեք միավորում, Սկանդինավիա, Հունգարիա, սլավոնական աշխարհ եւ արդեն գալիս են 20-րդ դար ու էս էլ է շատ կարեւոր, որտեվ այսպիսի ինչ-որ միտում կա, որ հայերենի ուղղագրական բարեփոխումը դա սովետի կողմից ինչ-որ բռնազավթական կամ հայերի դեմ կոնսպիրացիա, դավադրապաշտություն բան էլի։ Բայց այդտեղ չի նշվում, որ թե Ռուսաստանը
կայսրական շրջանում, թե արդեն սովետական շրջանում եւ մյուս հանրապետություններն էլ են անցել ուղղագրական բարեփոխումներով, այսինքն համատեքստը չի կարելի ուղղակի ջնջել, վերացնել ու այս քո ասած ինչ որ կոնսպիրացիոն բան բերել։ Այն ընչույթները, որ այլևս չեն արտասանվում, ասենք հենց տվյորդիզնակը ռուսերենի, չէ՞, ասում ենք բերուտ, չէ՞, նրանք վերցնում են ու դա հնդեվրոպական բերոնտից է գալի, այնտեղ մի ինչ-որ ձայնավոր եղել է հին ժամանակում, բայց դա ընկել է, չկա ու որոշել են չգրեն այսուհետ։ Նաև ուզում եմ նշել, որ նույնիսկ վերջին շատ ներողություն, որ շփոթ չլինի, որոշ դեպքերում իհարկե տվյորդիզնակը նշվում է բան, բայց այդ հին ռուսական այս իմ ասած դեպքերում դա այն եթե մի արկիզնակը շարունակում է մնալ ու հին իից եկող բան, բայց որոշակի դեպքերում, ասենք այն, որ իրոք համար է դառնում այդ նշանը, դա բառի վերջում, որ ոչ մի դեր չի խաղում չի հնչում, դա հանել են ու դրա նման նաև այլ բաներ։ Կամ գերմանական SZ-ի ու մինչև այս 2000-ական թվերն էլ էի ուզում ասել, որ տարբերությունները 2S-ով թե 1S-ով, անտակ փոխելով կարծեմ վերջին բարեփոխումը 96 թվին ա եղել գերմանական գերմանախոս աշխարհում եւ նաև ուզում էի բերել պորտուգալերենի դեպքը, որ շատ հետաքրքիր է 10 տարի առաջ Պորտուգալիայում էինք Գյուլբենկյան հիմնադրամի կազմակերպված ինչ-որ միջոցառման եւ տնօրենը Ռազմիկ Փանոսյանը մեզ պատմեց, որ Բրազիլիայի գերիշխող դերի հետևանքով, այսինքն թե մշակութային, թե արվեստի աշխարհի մասշտաբով 1990 թվականին Պորտուգալիան հարմարվեց որոշ ուղղագրական բարեփոխումների, որ ընդհանուր ուղղագրություն ունենար Բրազիլիայի հետ։ Հետաքրքիր է, չէ՞, մայր երկիրը հարմարվեց գաղութին, որովհետև գաղութը արդեն գերիշխող դեր ունի գլոբալ մակարդակի։ Ուզում եմ ցույց տամ, որ սա ինչ որ հնաշունչ նախնադարյան հարց չի, շարունակաբար այս քննարկումները գնում են։ Իհարկե, շատ կարևոր է դա գիտակցելը ու նաև այն, որ ասենք այդ խնդիրները դարերով եղել են ու հենց նույնիսկ մաշտոցյան 5-րդ դարում դե հովի որ ասեց չէ, բայց մի հատ ավելի հստակ մի հատ օրինակ բերեմ։ Եթե այդ նույն V հնչույթը դիտարկենք սենց, մենք ունենք հնագույն բնիկ հայկական բառեր, ասենք հավը, կովը եւ արևը։ Հիմա այս իրեքը ունեն նույն V հնչույթը ձայնավորը, ներողություն ձայնորդը, ու երեքն էլ գալիս են հնդեվրոպական նույն V-ից, որոշ դեպքերում, օրինակ հովի դեպքում հովի պա, այնտեղ պնա որ դառել է, բայց էլի կապ չունի, դա մինչ մաշտոցը արդեն ձևավորվել է որպես նույն հնչույթ է, բայց այս իրեքը հավ, կով, արև, ու տենց լիքը ուրիշ օրինակներ կարանք գտնենք իհարկե, սրանք առանց որևէ կասկածի գալիս են հնդեվրոպական նույն հնչույթից, V-ից, այդ առաջինը, երկրորդը իրանք մաշտոցի ժամանակ էլի հնչել են նույն ձևով, բայց նույնիսկ այդ հնագույն 5-րդ դարից ու հետագա դարերում գրաբարյան ավանդույթի շարունակական զարգացման մեջ այդ իրեքը ստացել են տարբեր գրության ձևեր։ Հիմա արևը ոնց է գրվում։ Չլավ սկսենք բանից։ Հավից։ Հավը գրվում է Հ Ա եւ վյուն, չէ՞։ Վ Հ Ա Վ։ Կովը գրվում է Կ Օ V, արդեն ասած պատճառով նույն հնչույթն է, բայց ուղղագրական պայմանականություն, ուղղագրական դիմափոշի, շպար ընդամենը։ Հիմա որպեսզի ուի հետ չխառնվի։ Իսկ արևը դե իհարկե ավելի հին դասական ձևին գրվում է Ե եւ վյուն, չէ՞, բայց դեռ սովետից էլ շատ դարեր առաջ իդեպ որ այդ ձևի բաները շատ հաճախ դնում են թե ասենք բոլշևիկյան են ծագումով եւ այլը բան իհարկե տեն չի մենք բազում դարերի ընթացքում տեսնում ենք որ իդեպ ոչ միայն շահկապ եւի դեպքում այլ բոլոր սովորական բառերի դեպքում էլ հին շատ ծերագրերում բանում մենք տեսնում ենք կայունաբար նաեւ այն կարևոր մխիթարների բառարաններում եւ այլուր տեսնում ենք այդ եւ կապ գիրը հիմա իհարկե կարանք վիճենք դա պետքա այբուբեն դնել թե պետք չի, չէ, բայց մեկը, ասենք դա պայմանականորեն արդեն ընդունված է ու ի տարբերություն այլ կապերի ինքը արդեն գնությանը դիմացել է, չէ։ Հիմա
ինչի ասենք հունական քսին կամ փսին այբուբենում կլինեն, որ երկու հնչյութ են, չէ, բայց այնտեղ ասենք այդ եւ լավ, դա չի էական հարցը, բայց ամեն դեպքում մենք էլի սովետից շատ դարեր առաջ տեսնում ենք այդ արևի եւ մյուս նման բառերի եւ մի հատ գրությունը։ Այսինքն ունեցանք երեք հնարավոր գրություններ հենց գրափարի ավանդույթի մեջ ընդունված ընդունելի, չէ, նույն հնչյութը, նույն ծագումով, միտեղ վ, միտեղ վ, միտեղ այդ եվի մեջ այդ երեք գրության ձևերով։ Այսինքն այդ խնդիրները անդադ կան ու նույնիսկ ասենք գրափարյան այդ համատեքստում կան, բա ինչ խոսանք դրա հետագա 1500 հետո այդ շարունակական ընթացքի մասին։ Մի ուրիշ, այսինքն արդեն ակնարկեցիր բոլշևիկյան, սովետական եւ այլն այսպիսի պիտակավորումներ, խեղագրություն եւ այլն, բոլշևիկերեն, սովետերեն, բան։ Արդյոք լեզվաբանների շրջանակներում մինչև խորհրդային միություն չկային քննարկումներ ուղղագրական բարեփոխումների մասին։ Իհարկե կային, շատ են եղել, այնքան շատ, որ չգիտեմ դրա արժե, դրա ասենք կա իմիջիալոց մի քանի հրաշալի աշխատություն կա, օրինակ Գյուլբուդաղյանի հայ ուղղագրության պատմություն 7 դիրեկտիվ, ու մենակ դա չէ, շատ տենց բաներ կան, որ ցույց են տալիս, թե ինչ տենց զարգացումներ, փոփոխություններ, տարբերակայնությունը միշտ ա եղել հեղեղի նման, մենք տեսնում ենք, որտեղ եթե ասենք այդ ու հնչյութ է եղել ձայնավորից առաջ, այնտեղ վեի դեպքեր ունենք, հոգի, հոգվո, այդ դեպքում վյուննա, ուրիշ դեպքում մենք ունենք, ասենք ուից հետո, ասենք թիվ, մեկ էլ թուելյաց, թուել կամ թուալ եւ այլն, չէ, ու կան այդ բաները, ասենք իհարկե պետք է միօրինակացնել, կանոնիկացնել եւ այլն, բայց խնդիրը այն է, որ գալով նոր համակարգի, ասենք հիմա երբ որ առաջանում է արևելահայերնում հասկանալ, թե ոնց այն խնդիրը, թե դի հասկանանք ոնց թվում է, ոնց գրենք դա, նոր կառույց է դա լեզվի մեջ, թու ում է, ստացվում է երկու հատ ու, այդ դեպքում նոր պայմանականություններ ստիպացենք արդեն այդ թեկոլովայում որ գրափարից ոսկեղենիկ գալիս է թու ձևով, հիմա ստիպացենք կան տենց կանոններ, որ ուից առաջ ուրեմն դարձնում ենք հուը, այսինքն նորից խաթարում, նորից բաներ նույնիսկ միօրինակացնելու դեպքում չենք բրծնում այդ հարցերից, դրա համար պետքա ավելի ողջամիտ ու ասենք թեթև տանել դա նոր մեր նախնական քննարկումների ժամանակ միջև ստուդիա մտնելը ես քեզ պատմում եի, որ հենց իմ արևմտահայերենի դասախոսն է մեզ հիշում եմ ծանոթացրել Աբեղյանի 1913 թվականի մեր ուղղագրության մասին հոդվածը քննարկումներ, թե արդյոք ինչ բարեփոխումներ կարելի անել եւ ինչի։ Հենց դա այդ հստակ բանն է, հիմնավորումներից մեկն է, որ մարդիկ ասենք, որ չեն ուզում հարցի պատմությունը հասկանան, բան, նույնիսկ նրանց շատերը ոնց որ ասեցի, որ չգիտեն, որ նույնիսկ եւ մեր հնագույն ձեռագրերում նույնպես եղել են բան, ասենք իրանք Աբեղյանի վրա կարան լիքը բաներ տենց բարթեն, ընդ որում դրանց մեկը այն է, որ ամեն ինչ սկսվել է սովետով, սովետի պարտադրանքով, այն որտեղ քաղաքական տար կա, դա հասկանալի է, դա եղել է այդպիսի, դա բնական է, բայց այդտեղ մի քանի բաներ կա, որ թաց չորի հետ խառնվում է, ասենք Աբեղյանին պետք է մենք անպայման հիշենք այդ 13 թվի հոդվածը, որ այդ խնդիրի միջև էլ կար, հետո Ղազարոս Աղայան, այնտեղ Բագրատունի շատ տենց քննարկումներ եղել են ու պետք է հիշենք, որ մի քանի թեմաներ կան, որ առհասարակ նույնիսկ ծեծվել են, այնքան շատ են խոսացվել այդ մասին, որ դա խնդիր է ու դա պետք է ինչ-որ լուծում ստանա։ Այսինքն դա եղել է մինչև Սովետը։ Հիմա Սովետի ժամանակ եղավ, իհարկե շատ հենց առաջի թափով հենց շատ անհավասարակշիռ ձևով եղավ, որ միանգամից այդ չափաբաժինը շատ էր ու առհասարակ պետք էլ չէր այդ աստիճանի, որ լրիվ հնչյունական դառնար, էլի։ Մի քանի օրինակ տանք, հա։ Դե ասենք, որ Եսը ս, հա, ու կամ ոն, էլի նույն պատմությունը, այդ ձևի չափազանցությունները հետո շտկվեցին, իդեպ ստեղ էլ պետք է նշենք, որ սա էլ Աղայանի վրա որ շատ հաճախ ջարդվում է բան, բայց իրականում բանը այդ կոմիտեն դա առանց Աբեղյանի թույլտվության դա հրապարակել է առանց այդ քննարկման ու հենց
մի ընդհանուր հայտարարի գալու դա առանց աբեղանի թույլտվության ու գիտության իմացության դա բանարվ է տենց պաշտոնապես մի երկու տասնամյակ չէ 20-ականներից 22 թվին դա տենց հրապարակվել է ու մտել է ուժի մեջ հետո դե հասկացան որ իրոք շատ 40-ին հետ է կանել իմասամբ Հիմա մենք ասում ենք Մեսրոպյան հին ուղղագրություն, դասական ուղղագրություն, իսկ նոր ուղղագրության համար նոր ուղղագրություն, էլ ինչ անուններ ունի եւ այդ անվանումներից որն է ընդունելի քո համար, որը չէ։ Դե քիչ դժվար է աբեղյանական ուղղագրություն մենք կարանք ասենք բարեփոխված ուղղագրություն դե շատերը ասենք այդ բարեփոխումն էլ ռեֆորմը մի քիչ չեզոք է բայց բարեփոխում որտեվ բարի չի համարվում դե նորից ասենք եթե մի քիչ ավելի ողջամիտ լինենք ու ունենց փորձենք ինչքան հնարավոր է հաշվեկշիռ պահել էլի կարելի ասել որ կարանք քննարկենք թե արդյոք դա էլ անպայման այն ժամանակ պետք է կամ չգիտեմ բայց այն որ ուռճացված են դրա վնասները կամ այն որ ասենք իրոք եկել են մի փուլ որ շատ հարցեր ավելի բարձեցման կարիք ունեին սա ինձ թվում է ողջամիտ է ու բացի այդ էլ ավելի կարևոր է այն որ արդեն ուշ է ինչ որ բան ես լուրջ այն համոզմանն եմ որ կարելի էր ուրիշ քննարկում անել այն ժամանակ որոշ կետեր այս կամ այն ձևերով ասենք վերարծարծել կամ վերաքննարկել եւ այլն բայց այն որ հիմա այլևս արդեն ուշ է գնացել է ու պետք չի ինչ որ բան անել դա իմ դիրքորոշումն է որտեվ չենք պետք չի դառնալ հետ դեպի անցյալ 100 տարի արդեն 100 տարուց մի քիչ ավել այդ դե 40-ից սկսած դա արդեն մի քիչ ավել քիչ բայց համենայն դեպս հսկայական ժառանգություն ստեղծվել արդեն շատ ամրացել է ու շատ պարզ է հեշտ է բայց նույնիսկ այդ պարզ հեշտ վիճակով հիմա մենք բացարձակապես գոչ ենք չէ հիմիկվա գրագիտության մակարդակից ես ինքս շատ շփվում եմ ու տեսնում եմ իսկ ինչ կլինի եթե վերադառնանք դա բայց հրաչ այդ քննարկումները ու տրամաբանությունը փաստարկումները որ ինչի է պետք ուղղագրական բարեփոխում դրանք արևելահայերենին էին հենց միտված այսինքն քննարկումներ չկար որ ընդհանուր հայերենը ուղղագրական ուզում եմ ասեմ եթե քննարկումները հետեւյալն են որ լեզուն փոխվել է պետք է նաև ուղղագրությունը փոխվի այսինքն ինչի արևմտահայերեն բան դե տենց դասավորվել վիճակը որ այնտեղ դե իհարկե պետականություն չենք կարող ասենք այդ լիարժեք իմաստով բայց համենայն դեպս այն վիճակը որ ստեղծվեց արևելյան Հայաստանում մի քիչ միասնականության ավելի շատ կարիք զգացող վիճակ էր ու դրա համար երևի այնտեղ չդրսևորվեց այդ բանավեճը շարունակություն չստացավ բան, բայց մենակ արևելահայերենի դեպքում տենց այդ հողու պայմաններ եղան։ Երևի սենց դա իհարկե էլի մեծ քննարկման նյութ է։ Լավ, եթե Մեսրոպյան ուղղագրությունը հնչյութային սկզբունքով է, իսկ նոր ուղղագրությունը ինչ սկզբունք ունի։ Դե էլի հնչյութային սկզբունքով իհարկե ու այդ առումով զգալի չափով մաշտոցյանը էլի դե իհարկե մենք եթե հիշենք նորից էլի որոշ բաներ իհարկե տենց լիարժեք չի որովհետև այնուամենայնիվ բառասկզբի ե-ի եւ տենց ուրիշ հարցեր կան բայց եթե դիրքային այդ բաները չնայենք հիմնականում եթե մենք գրում ենք կով ու նավ չէ նույն հնչյութն է ու նույն գրության ձևն է արդեն հիմա դառնում Չնայած հիմա այս օրինակով փաստորեն նույնիսկ մաշտոցյան ժամանակ սրանք մի օրինակ չէին, բայց հիմա դարել են մի օրինակ։ Իհարկե նորից լավի վատի հարցը այնքան չի, ինչքան որ մենք տեսնենք ոնց ավանդույթը զարգացել ու ինչքանով է կարևոր, ինչքանով է արդիական այդ հարցը հիմա դնելը ու տենց հեղաշրջելը մանավանդ որ էլ եմ ասում որ դա նշանակում է շուռ գալ դեպի հետ արմատները նրա համար են որ կանգնենք դրանց վրա սովորենք ամուր զգանք այդ ավանդույթը յուրացնենք ամբողջովին բայց հայացքը պետք է առաջ միտված լինի
նորից խառնշտել, նորից այդ անգրագիտությունը ավելի մեծացնել։ Իհարկե շատ հաճախ կներես ես էլ ասեմ ու շատ հաճախ ասում են, որ բա ինչի օրինակ ֆրանսերենի աշակերտը կարա սովորի այնտեղ, որ գրում է բոկու, չէ, B E A U K O U P, բայց Կամ չենք հեռու գնում անգլերենը։ Հա, անգլերենն էլ, հա։ Բայց փաստը այն է, որ հիմա մենք արդեն 100 տարվա մեջ խորացել ենք այդ բանի մեջ, այդ մեր դասագրքեր, գրականություն, այդ ամեն ինչ ու հետնել նորից ցավոք պետք է ընդգծեմ, որ այնուամենայնիվ այդ թափանցիկ ուղղագրության դեպքում էլի մենք չունենք գրագիտության պատշաճ մակարդակ։ Հիմա ունենք ռեսուրսներ այդքան մանավանդ ասենք այս այն մամայս կողմերը ասում են չբլախ ջանին կադուր շալգել էլի ասենք հիմա այսքան խնդիրների բաների մեջ ամենակարևորը հայերենի հարգը վարկը ամենաբարձր մակարդակի վրա պահելն է օտարատար չհամարելը ընդունելի կամ թույլատրելի առասարակ չհամարելը օտարատար հայերեն գրելը ու դրա նման լիքը բաներ ազգայնականությունը լավ իմաստով անպայման շատ կարևոր է հիմա այս մեր պետությունը ամրացնելու անպայման ազգայնական բազում ողջամիտ տարերով ամրացնելու բայց դրա մեջ իմ կարծիքով տեղ չունեն այս բաները որ պետք է իզուր ավելի շատ ռեսուրսներ պահանջեն գրաբար բավարար իմացող այդ կամ այդ ուղղագրությունը բավարար իմացող ուսուցիչներ որ այդքան շատ չկան ամբողջ երկրով մեկ բացի այդ գրականությունը որ արդեն ստեղծված է դա ինչ պետք է լինի նորից է պետք տպել կամ չգիտեմ էլի էլ չեմ ասում նորից գրագիտության մակարդակը անպայման ընկնելու է շատերը կա որ գալի խնդում են եւ այլն սրա վրա ու բայց ես շատ լավ ծանոթ եմ չնայած Հայաստանում չեմ ապրում բայց համակարգայինորեն ծանոթ եմ անընդհատ հաղորդակցում ենք ու սոցիալական հարթակներն չենք ասում որ նայում ենք թե սոցիալ այդ հայաստանյան կրթություն ունեցողները ոնց են այդ ամենատարրական սխալների հեղեղ լցնում ուղակի եթեր չգիտեմ դե ես նաև ուզում եմ այստեղ նշեմ որ Սփյուռքի դիտանկյունն էլ է հասկանալի այսինքն այստեղ մի ամբողջ գաղափարախոսություն է գործում որ Հայաստանը ներգրաված էր սովետի բռնատիրության ներքո զորով ազատվել ենք վերջապես կարող է լինել միասնություն եւ իսկապես այդ Սփյուռքի ղեկավարները ներածականի պատմության մեջ որոնցից մեկի մասին խոսեցի ես սա անձամբ եմ լսել որ իրանց մոտ լուրջ սպասում ակնկալում կար որ հենց անկախություն հռչակելու հաջորդ օրը պիտի վերադառնային դասական ուղղագրությանը որպես ինչ որ ձերբազատվելու դրսևորում եւ միասնության ինչ որ քայլ ու շատ մեծ հուսախաբություն են ապրել այս մարդիկ երբ որ դա տեղի չի ունեցել իհարկե այնտեղ հետո ասենք գնում ես Հայաստան հայաստանցիների հետ ես խոսում մարդիկ ասում են մութ ու ցուրտ տարիներ պատերազմ սով չգիտենք մեր երեխաներին լուրջ ոնց ենք կերակրելու հաջորդ օրը ու ասենք վիրավորականա որ ուղղագրության հարցն է ստեղ ձեր համար առաջնական երբ որ մենք գոյության հարց ունենք ուզում ասեմ հետաքրքիր է էլի երկկողմանի չգիտակցել մյուսը որտեղից է գալիս ինչ կոնտեքստից է գալիս դե այդ մութ ու ցուրտն էլ իհարկե տարբեր ընկալումներ ունի ու իրոք ասենք մենք դա նկարագրական բան է որ շատ ընդունված է բայց բնականաբար այն ժամանակ շատ ավելի կարևոր լուսավոր բաներ կային մեր այդ անկախության այդ արցախյան հարցեր եւ այլն ու դրա համար այդ ընկալումները արդեն շատ ասենք վերանայելի են բնականաբար բայց հա այդ հարցերը շատ այս sense զգայուն լարերի վրա բերելը իրոք շատ վատ է ու կարևոր է որ դու նշեցիր այդ համերաշխության միասնության այդ բանը բայց դա իմ կարծիքով հենց տակից սխալ մեկնակետ է որովհետև ընդամենը դիմափոշին շպարը չեմ ասում անկարևոր է դա ուղղագրությունը հասկացանք պետքա կանոնարկվի պետքա կրթական համակարգում գիտական համակարգում պաշտպանվի դա պետք է մշակվի
այն ինչ որ արդեն եղել է, այն որ ասենք իրատեսական չի, հետ նայելը, փոխելը, դա արդեն ասեցինք, բայց համենայն դեպս այդ հարցերը չեմ ասում անկարևոր են, բայց այդ աշճանի կարևորություն չունեն ու դրանք ընդհանրապես պայմանականություն են, դիմափոշ են եւ այլն։ Հիմա ինչ կապ ունի դա միասնականության հետ, հայերեն տառերեն, մաշտոցյան տառերեն, հայոց լեզուն, հայոց մշակույթը, հայոց գրերով եւ այլն։ Դա հենց այն բավարար ոտիտակի հողնա ու հենակետնա, մեկնակետնա, որի այդ մյուս մանրամասների վրա ռեսուրս կամ կռիվ համերաշխության խաթարում եւ այլն պետք չեն այս բաները իմ համոզմամբ, ուղղակի պետքա իրար ձեր բռնած, ամենքը իր ուղղագրությամբ ու ավանդույթներով, բայց նույն նպատակներով եւ իրար ավանդույթները իրար դեմ չհանելով։ Սրանք շատ կարևոր են։ Իդեպ երկու բան եմ ուզում ասել։ Մեկ էս ուղղագրական համակարգերի պայմանական լինելը, սա նորից UCLA արևմտահայերենի դասընթացների ժամանակ այս քննարկումները գնացել, որ այսպիսի բաժանում կա, չէ, դասական ուղղագրություն արևմտահայերեն, նոր ուղղագրություն արևելահայերեն։ Բայց իհարկե մենք տեսնում ենք, որ Հայաստանում օրինակ հենց սովետի ժամանակ մենք կարդում էինք արևմտահայ գրականություն նոր ուղղագրությամբ։ Կարելի է տեսնել, որը շատ վատ էր։ Կապ չունի, բայց կա այդ երևույթը, չէ՞։ Պարսկահայերը, որոնք գրում են արևելահայերենով, գրում են դասական ուղղագրությամբ, չէ՞։ Ուզում եմ ասեմ, նույնիսկ այդ բաժանումը կարող են քանդել ու ասել, որ կարելի է հենց հակառակ զուգավորումը տեսնել ու անպայման պետքա հավասարակշիռ վիճակը լինի, որ եթե մենք ասում ենք, որ օրինակ ես կոնկրետ ասում եմ, որ արևելահայերենը թող մնա այս իր ուղղագրությամբ, որտեղ վաղուց իր հունը գտել է այդտեղ, ու ես երբեք չեմ ասում, եկեք արևմտահայերենը, բայց նույն կերպ այն մյուս կողմից էլ դա պետք է չլինի։ Մենք բոլորս հայեր ենք, հայոց լեզվի, մշակույթի կրողները ու մեր պետական կարևորագույն խնդիրներ ունենք, մեր առջև դրված մարտահրավերները եւ այլն։ Այս կեղծ հարցադրումները իրոք պետք չեն, դրանք շեղում են ու դրանք մի բան էլ հակառակ էֆեկտ են բերում, այսինքն անհամերաշխություն։ Իդեպ, երբ որ արևմտահայ մտավորականը կամ գրողը գնում է Հայաստան եւ ինչ որ մի բան է գրում, ես գտնում եմ, որ ինքը պիտի դա գրի իր ուզած ուղղագրությամբ եւ նույնիսկ լուրերում եւ այլն, երբ որ իրենց անունն են գրում, մարդու ուզած ուղղագրությամբ։ Իսկն Վահե Բերբերյանը, եթե П-ով է ինքը գրում, պիտի П-ով գրվի, ոչ թե արհեստականորեն փոխվի առանց իր թույլտվությամբ B-ի։ Եվ նույնը վերաբերում է, ասենք, այն սովետի ժամանակվա այն խաթարումներին, ասենք Հովհաննեսյան, Օգանեսյան եւ այլն, որը իհարկե, ասենք, տխուր է, բայց այդ մարդը ուրիշ հարց, որ եթե ինքը դա կփոխի, այդ դեպքում, ասենք, խնդիր չկա, բայց այն ինչ որ այդ մարդու սեփականությունն է, անունը ու դրա ուղղագրությունը դա պետքա ընդունվի։ Հիմա մի հատ հետաքրքիր բան պատմեմ, ուրեմն արևմտյան թեմից, որ ես նամակներ եմ ստանում, ունեմ երկու ինքնություն, Շուշան Կարապետյան եւ Շուշան Գարաբետյան։ Ու բոլոր հաղորդագրությունները գալիս են երկու տարբերակներով, հիմա չգիտեմ այնտեղ ինչ ա եղել։ Մեկ էլ ուզում եմ հետևյալ բանը ընդգծենք, որ ոնց որ խոսեցինք արևելահայերենի, արևմտահայերենի դեպքում, այդ բևեռացումն ու տարբերությունների ուռճացումը, այդ էլ ինձ թվում արդյունավետ չի։ Երբեմն որ ուսանողներից ներկայացնում են, որ ունենք երկու ուղղագրություն, պատկերացնում են, որ սրանք ինչ կատաստրոֆիկ տարբեր, եթե մեկը գիտես, մյուսը անհնար է դու սովորես, որդեգրես։ Ու ես կատակով ուսանողներից ասում եմ, եթե 1-2 ժամ ունեք, եկեք գրասենյակ, ես ձեզ կսովորացնեմ այդ տարբերությունները։ Այսինքն համակարգային կարելի է տեսնել։ Դա ինչ որ բան չի, էլի rocket science չի։ Հա, իհարկե։ Բայց այդուհանդերձ էլի այն որ դպրոցական կրթական համակարգում տենց համակարգայինորեն դա դնելը այդքան էլ իմ կարծիքով հեշտ չի եղնելու, որովհետև նորից մենք տեսնում ենք այն ինչ վիճակ կա էլի իրոք էլի դրա համար որ եթե լինի վերա այսինքն եթե մենք ունենք տարբեր շերտեր
ավելի գիտակից ու էլ ավելի գիտակից եւ այլն, որոնք մի քիչ ավելի նախանձախնդիր են արմատների կամ մշակույթի նկատմամբ, չէ, իրանք ասենք հիմնական հիմնարար կրթության վրա պետք է ամեն պայման ստեղծել, ասենք իրանց գրաբար արևմտահայերեն կամ առասարակ թե նախ ուղղագրություն ու մնացած բաները սովորացնել, որովհետեւ գիտելիքը կարեւոր է շատ մեր այդ դասական ավանդույթները նույնպես ասենք պետք է սովորվեն եւ այլն, չէ, բայց այդ ոլորտներն եմ ուզում չխառնենք, էլի մակարդակները գոնե նվազագույնը, այն նվազագույն գրագիտություն ունեցողը պետքա փայլուն գրել, կարդալ, իմանա տվյալ լեզվի պետական, ասենք դրվածքով։ Այստեղ շատ կարևոր բան ասեցիր, որովհետև նույնիսկ երկու գրական տարբերակները միաժամանակ դասավանդելու քննարկումներ են գնում ու փորձը թե իմ, թե գործընկերներից ցույց է տալիս, որ երբ որ մեկը շատ լավ տիրապետում է մի տարբերակին, այո, շատ հեշտ ու հաճելի ձևով կարելի է մյուսը բերել։ Եթե նա ամուր հենք ունի, ուրեմն այո ու դրա համար ավելի բարձր տարիքի դպրոցական տարիներում նույնիսկ կարելի արդեն մտածել գրաբարի դասավանդման մասին ու ես հաճախ ենք այդ հարցը բարձրացրել, հաճախ է խոսվում այդ մասին, ինչի ասենք իտալերենություն, ասենք լատիներեն ու հունարենը տարբեր եվրոպական ավանդույթներում ավագ դպրոցում համալսարանում չէ, մինչև այդ ես հիշում եմ, որ գնացի այդ համալսարանում փնտրում էի թե ինչ ձևով հնարավոր է ինչ դասեր անցնել, բաման հունարեն, լատիներեն, դրանց մասին խոսում էի, ասում են համալսարանում ինչ հունարեն, լատիներեն։ Գնացել արդեն ախպեր ջան, դու պետք է գիմնազիում, հա, բայց ով էր տվել ինձ այդ շքեղությունը ու աղջկաս այդ հնարավորությունը եղավ ու ինքը երկուսն սովորեց գիմնազիա գնաց ամենաբարձր դպրոցը։ Իմ ավագ դպրոցում ռեսուրսներ, այստեղ Ամերիկայում, Լոս Անջելեսում ռեսուրսներ չունեին սովորական դասընթացի տեսքով դա առաջարկել, բայց մեր իսպաներենի դասատուն ճաշի ժամին առաջարկում էր լատիներեն սովորեցնել։ Այսինքն դա լրիվ նորմալ ընդունված երևույթ է։ Լավ, գանք են ամենաթեժ հարցին։ Ինչով են տարբերվում այս երկու ուղղագրությունները։ Այսինքն որոնք են այդ ամենանկատելի, ամենամեծ տարբերությունները։ Դե մի քանի հնչյունական իրողություններ արտացոլողները, ոնց որ երկբարբառների հետ կապվածները, ասենք, եթե մենք երկբարբառը կարող ենք բացատրել ինչ է։ Երկբարբառը երկու կամ դե կար երաբարբառներ, տվյալ դեպքում երկու ձայնավոր կամ հա, հենց միջազգային տերմինով դիֆտոնգ, այսինքն երկու ձայնավոր կամ մի ձայնավոր ու մի ձայնորդ, այդպիսի համադրություններ, որոնք արտասանվում են մի շնչով, մի վանք են կազմում։ Օրինակ լիարդ բառի մեջ որ գրաբարով գրում ենք լեարդ, չէ, դրանք երկու ձայնավոր են է, ա եւ ե եւ ա ձայնավորներն են, որոնք մի վանկի մեջ են։ Այսինքն լեարդ չի դա, երկվանք չի, այլ միավանք բառը։ Դրանք հենց երկբարբառներն են։ Հիմա լիարդը գրում ենք արդի ուղղագրությամբ L Y A R D, բայց մաշտոցի ժամանակ եղել է E A, այսինքն որտեղ որ E A ունենք, մենք գրում ենք յա։ Նույն ձևի ասենք I վյուն որ յույա ու դրան նման բաներ։ Հետո V ու A այդ տարբերությունները, որ արդեն դրա մասին մի քիչ խոսացինք, որ եթե բառասկզբում մենակ V ունենք, վյունով չի կարող սկսվի ու դա գալիս է հենց այն ժամանակներից, մաշտոցի ժամանակ էլ տենց է եղել։ Բայց հիմա ի տարբերություն դասական ու առասարակ ի տարբերություն գրաբարի, որտեղ մենք V ու V հնչյունի համար տարբեր գրություններ ունենք, հենց նաև նույնը վերաբերում է հ-ին, ամեն բառ ունեցել է իր ելակետային ձևը, ասենք մենք պետք է տարբերակենք, որ հիշատակ բառը գրում է ය, հիշատակ, բայց հավը կամ այլ բառեր, որ ստուգաբանորեն հ ունեն, իրանք արդեն ուրիշ պատմություն ունեն։ Հետո հնչյունը գնացել է այդ ուղղությամբ, ය-ով սկսողները հնչել են հ, հետևաբար
արդեն նոր ուղղագրություն արտացոլում է դա։ Կամ ասենք բանը ույը գույնը եթե դասական ուղղագրությամբ գ-հինը հիմա ույը գ-ույը։ Հա, 5-րդ դարում դրանք նույն ձևի ասենք գոյն են եղել։ Իդեպ նաև ստուգաբանորեն այդ օյերի մի մասը գալիս է է-ուից, օյի հասկանալ է որ հենց այդ ձևի հնչում է ունեցել ոչ թե ասենք հենց ստուգաբանական ուից մենակ, չէ, ասենք լույս բառը եղել է լեուկո, n հետը eu երկար բառ է եղել, դարել է լոյ, մի ամբողջություն է եղել դա, էլի, կամ ասենք իրանական փոխառությունները մտեղ առավել եւս, ասենք եթե երկար օյա, որ գալիս է իրանց a-ուից, մենք այստեղ բույր, օրինակ, բաու է եղել առաջ, հնդիրանականում, այստեղ դառնում է երկար օ, բոյ ու դա առաջ ամենայն հավանականությամբ հենց օյել հնչել է։ Եթե տենց չհնչեր, իմաստ չէր լինի հենց Մաշտոցյան այդ պարզ սկզբունքով գրության մեջ այդ ձևի անելու։ Հետո է որ այդ օյ երկար բառը բաղաձայնից առաջ դառել է հենց ուի, ստացել է ուի հնչումը։ Հրաչ, եթե դու ներկա լինեիր 20-ական թվականներին ու այդ հանձնախմբի, հանձնաժողովի անդամ լինեիր, որոնք այդ որոշումները կայացնում էին, մի բան կփոխեի։ Ուզում եի ամենասկզբում ասեի աղբորպես այդ հացիկ ստաս։ Իմ շուրջան շատ դժվար է ասելը, մի քիչ դժվար է իրոք տեղափոխվել այնտեղ ու մտածել թե ինչ կլներ։ Ես եթե ասենք առանց թելադրանքի, եթե նորմալ առողջ քննարկում լներ, հնարավոր է որ որոշ կետեր ասենք մտածեի, որ պետք չի տենց անել կամ ավելի մեղմ վիճակ լներ կամ բան, բայց ընդհանուր սկզբունքը մի քիչ չեմ ուզում ասենք սա լղոզված պատասխանի տպավորություն ստանա, բայց մյուս կողմից էլ ասենք պետք չի որ անպայման մարդ պարտադրվի, չէ, կամ սա սև ասի կամ սպիտակ։ Ես հստակ կարամ ասեմ երկու բան, շատ հստակ հիմար գլխավորները դրանք են։ Մեկը որ նորմալ է որ լեզուն զարգանում փոխվում է ու ըստ այդմ էլ եւ առասարակ ուղղախոսությունը եւ քերականությունը եւ ուղղագրությունը այդ ամեն ինչը ենթակա են փոփոխությունների ու տեղ ոչ մի սարսափելի բան չկա, դա պետք չի կապել ազգային միասնության, պառակտման կամ հայեցի բաների ասել եմ ու նորից կընդգծեմ, որ այն ինչ որ 5-րդ դարում մենք ասում ենք, որ դա ելակետ է, մեսրոպյան սրբություն է եւ այլն, դրանից 5 դար առաջ այն ժամանակ ինչ մեր նույն սուրբ լեզուն չէր, մեր սուրբ մայրենի չէր, այն ժամանակ եղել է նույն ձևի զարգացած փոխված վիճակ ու չկա այդպիսի գնահատական, էլի, պետք չի այտենց այդ ուղղությամբ մենք գնահատենք իրողությունները։ Ուրեմն մեկը դա է, իսկ մյուսը այնա, որ այնուամենայնիվ չեմ սիրում եթեներ ու անցյալներ գնալ եւ այլն, այնուամենայնիվ մենք հիմա ունենք այս վիճակը, որի պայմաններում ես ճիշտ չեմ համարում շուռ գալ դեպի հետ ու վերադառնալ հին ուղղագրությանը արևելահայերենի համատեքստում։ Արևմտահայերենը ամենայն հարգանքը բանը պետք է պահպանվի ու այդ ես մի առիթով ասեցի, կարծեմ այսօր էլ այդպես խոսացինք այդ մասին, որ սովետի ժամանակ որ շատ լավ էր որ արևմտահայերեն մենք անցնում էինք, բայց եթե մենք գալիս ենք այն մակարդակին, որ արդեն դպրության մեջ տարրական գրագիտությունը չէ, դրանից ավելի բարձր, մենք անցնում ենք արևմտահայ բանաստեղծություն, արևմտահայ գրականություն եւ այլն, դեպքում դա ավելի լավ կլիներ թեկուզ քիչ անցնենք, բայց ամուր գիտելիք ստեղծելով դրա վրա մենք անցնենք այնց ոնց որ եղել է իր բնագիրը, այսինքն պետք է անցնել այնց ոնց որ գրվել է հենց օրիգինալով, այսինքն արևմտահայը եւ արևելահայը այդ եւ լեզվական եւ ուղղագրական այդ ավանդույթները պետք է ամեն մեկը հարգվի իր տեղում ու իրար հետ բևեռացում նիխտ ասել ճապոնացին։ Լավ, եզրափակենք ամենա երևի տարածված փաստարկումով նրանք ովքեր որ քննադատում են նոր ուղղագրությունը, հետևյալ օրինակներն են վերում, որ նոր ուղղագրությունը մեզ կտրում է մեր արմատներից, բառարմատներից, որովհետև համանունների դեպքում չենք կարողանում, հատկապես համանունների դեպքում չենք կարողանում վերադառնալ արմատ։ Սա էլի ուռճացված դրույթ է ու մենք 5-րդ դարում էլ ունեինք
համանուններ իմ սիրած դասական զույգը կարամ բերեմ, ասենք հավը, որ պապա նշանակում եւ հավը, որ թրջուն նշանակում, սրանք վաղնջահայկական եւ հնագույն նույնիսկ փուլերում ունեցել են ուրիշ տեսքեր։ Թրջունը հավը ունեցել է հավի տեսքը երկվանք, մենք վերջի վանկը մեր մոտ միշտ ընկնում է, լատիներեն avis, որ թրջունա նշանակում, հենց դրա ամուր ցեղագիծներից մեկն է, երկուսն նույն ժառանգից են, չմտածվի թե լատինական փոխառությունը կամ ինչա։ Հավը բնիկ հայկական բառ է, avis-ի նման։ 5-րդ դարում դրանք դա դարել է hav, բայց առաջ եղել է havի, նույն ձևով պապ նշանակող հավը, պապա նշանակ է։ Դա հնդեվրոպական նախալեզուն ունեցել է hav-ho տեսքը, երկվանք։ Լատիներեն avus, խեթերեն houha եւ այլն հստակ հնչյունական համապատասխանություններով։ Հիմա դա Մաշտոցից շատ դարեր առաջ պետք է ունեցած լինի հավո տեսքը։ Այն արանքի կորթային պտինգներ, խնդիր չկա ու հավո։ Այսինքն դրանք խաթարվել, աղճատվել են մինչև Մաշտոցը վերջնավանկի անկման, անշեշտ վերջնավանկի անկման հայտնի օրենքով, ապոկոպով ու ստացել են նույն ձև, ոչ մեկը դրա համար մեղավոր չի։ Հիմա մենք ասենք պապն ու հավը խառնվել են իրար, լավ մի հատ ուրիշ հավել կա, նշանակում է ծայր կամ վերջ եւ այլն ու դրա яв տարբերակներ կա նախածանցով եւ այլն։ Հիմա ինչ է ստացվում, մենք ունենք համանուններ եւ գրափարում, չէ, ինչի գրափարում կարելի է, հիմա չի կարելի, որ երկու սերը իրար խառնվել են, չէ, մեկը է սեր եւ մեկը ե-ով, այդ կաթի սերը։ Ու ամենավատը իմիջալոց այն է, որ շատ հաճախ, շատ լուրջ մարդիկ ու այդ տենց ոչ ստից YouTube-յան կամ Facebook-յան բաներում, այլ ավելի լուրջ հարթակներում, որ ասում են այդ սերի են խորուրդ ունի, հենց ուղղագծորեն տենց բան են ասում, էլի։ Դա մենք դրա մասին արդեն խոսել ենք։ Էի մասին ենք խոսել, սիրո խորհրդի մասին չենք խոսել, բայց դա ինչ է նշանակում, այն խորհուրդ ունի բարձրագույն կամ ինչ-որ տենց աստվածային բան, չկա տես բան, այդ բառը հնչել է սեիր ձևով, Մաշտոցից առաջ, ս է ի ր օ, վերջի օնել սեր սիրո ընդեղ ի հայտ է գալիս։ Իսկ կաթի սերը չէ, այնտեղ մի հատ ձայնավոր է եղել, ոչ թե երկբար բարձերի։ Հիմա ինչ խորհուրդ, դա կա մենակ գիտություն, կա պատմական հնչյունաբանություն, ստուգաբանություն։ Նա սեիր է եղել, իսկ եղել է սեր, վերջ իրան ծագումները հնդեվրոպականից գալիս են այդ համապատասխան ձևերով։ Բայց արդի հայերենում լավ ուղագրական տարբերությունը կորել է, չէ, հիմա գրում ենք ս երը երկուսի դեպքում, բայց կա համատեքստ, կա հոլովային համակարգ։ Իհարկե, նույնիսկ տվյալ դեպքում հոլովային բանն է կա, սիրո, որ ասում են, չէ, բայց եթե դա էլ չլինի, համատեքստում ոնց կարաս խառնես, էլ ասենք օդ գրափարյան այդ ա ու դ, դա համ կոշիկ է նշանակում, համ օդ է նշանակում։ Հիմա նախադասության խոսքի մեջ ինչ հնար կա դրանք իրար խառնելու կամ որն է խնդիրը։ Ագանիմ նշանակել է գիշերել եւ մյուս ագանիմը էլի ծագումով ոչ մի կապ չունեն իրար հետ, նշանակել է հակնել։ Ոնց հնարավոր, ասենք, դրանք իրար հետ խառնել։ Ու դա առասարակ խնդիր չի ու երբեմն այդ նոր ուղղագրության շատ թունդ հակառակորդները այդպիսի հակագիտական դրույթներ են առաջ բերում, իրականում դա հակափաստար չի կամ առասարակ քննարկելու բան չի, որ ասում են այդ ուղղագրության պատճառով, ռեֆորմի պատճառով հայերենը զրկվեց իր բառապաշարի մի զգալի մասից Եվ թափանցիկությունից, այսինքն։ Այդ թափանցիկությունը, ես պատմական լեզվաբանության մասնագետ եմ, փորձում եմ ելնել մասնագետ, ասենց ասեմ, ու այդ իրանց ելակետային գրությունները շատ կարևոր են, ստուգաբանական արժեք ունեն դրանք, բան շատ հավես է, շատ կարևոր է եւ այլն, բայց հիմա ունենք այս մեր վիճակը ու այդ քննած հարցերը չխառնենք էլի ու մեկ էլի այտենց շատ տարածված բաներ կան, ասենք ձեռնարկություններ, ցավոք սրտի, որ ասում են, որ դրա պատճառով հույս, հավատ, սեր եւ այլն այդ բաները փաստորեն արժեզրկվեցին էլի, ասենք որ լղոզվեցին կամ ինչ-որ բան, որ դա գաղափարաբանական մեծ բաներ, մինուսեր եւ այլն, որտեվ հույսը յոյսա, հիմա հույսա դառը խաթարվել է Ինչի մասին է խոսքը։
հույս միշտ պետք է ունենալ ու ինչ տարբերություն մենք դա գրում ենք հույս թե յոյս ոչ մի բան դրանից չի փոխվում մանավանդ որ դա Մաշտոցից մի 5 դար առաջ էլ ավելի տարբեր ձևով է եղել 100%-ով մյուսներն էլ նույն ձևի կամ ասենք ավազակությունը որ վատ բան է չէ կամ գողությունը եւ այլն այդ ավազակության մեջ էլ այդ նույն խնդիրները չկան վ հիմա խաթարվել է մենակ սուրբ բաները չեն խաթարվել եղել է հնչյունական զարգացում փոփոխություն իմիջիալոց այդ զարգացում տերմինը շատ հաճախ բան առնում որ զարգացումը մենակ ասենք դեպի լավն է սրա պլյուս մինուս չկա այստեղ լեզուն միշտ զարգանում փոխվում է ու ուղղագրությունն էլ որոշակի չափով կախվածալու նրանից ուզում եմ դու ընթացքում մի բան ասացիր որ ուզում եմ նորից դրա մասին խոսենք ու դրանով ավարտենք դու շատ կտրուկ ասացիր որ որևէ օտարատար հայերենին դեմ ես արդյոք նույնիսկ սփյուռքային համատեքստում եթե կա հայախոս անձ որը գրաճանաչ չի էլի այդ դեպքում քո համար անընդունելի է օրինակ լատինատար կամ ուրիշ այբուբենով ուրիշ գիր օգտագործելով հայերեն գրել, այսինքն որովհետև մի քիչ առաջ խոսեցինք հայերեն կամ չհայերենի տարբերակը, արդյոք ավելի լավ չի լատինատար հայերեն գրի ծնողի հետ, ընկերոջ հետ եւ այլն հայերենով հաղորդակցվի կամ ոչինչ։ Իհարկե հիմա ձայնայինները փրկում են մեզ, բայց ուղղակի ուզում ասեմ, այդքան կտրուկ է հայացքդ, որ նայ, եթե դե առաջ երթին իմ ասածը վերաբերում է մեզ ցանոթ շատ լայն դաշտին, որտեղ մարդիկ ասենք այդ մահանա բռնելով թե ասենք տեխնիկական խնդիր, բայց այս թվին ինչ տեխնիկական խնդիր էլի, նույնիսկ իմ նման քարանձավաբնակի հիմար էլի, ինչ տեխնիկական խնդիր հիմա կարա լինի։ Չէ, ես իդեպ շատ եմ զարմանում, ես որ Սփյուռքում եմ մեծացել, իմ Հայաստանի ընկերներին գրում եմ հայատար, իրանք որ Հայաստանում կրթություն են ստացել, իդեպ համալսարանական կրթություն ինձ պատասխանում են լատինատար։ Չէ, դա առասարակ ընդունելի չի, հիմա ես 100% համամիտ եմ ու հաճախ ճառեր եմ կարդում իրանց գլխին, այն դեպքում որ ես ճառից միշտ խուսափում եմ։ 10-15 տարի առաջ ուրիշ վիճակ էր, էլի համեմատաբար էլի կարելի էր բան անել, բայց հիմա արդեն նենց է, որ իդեպ շատ այդ առումով շատ լավատես եմ, որովհետև ակնհայտորեն հսկայական փոփոխություն կա, հնարավոր չի համեմատել 10 տարի առաջվա Facebook-ը կամ մյուս սոցիալական հարթակները հիմիկվանից, դա իրոք համեմատելու բան չի ու տարբերությունը շատ է ու դեպի լավն է գնում ու դրա համար հիմա այդ քո ասածը մի քիչ ծայրահեղ տենց համատեքստ է այդ ձևի դեպքերում իհարկե ավելի լավ է տենց հանի, բայց այն պայմանով, եթե ասենք տեղ կա աճելու, փոխվելու, տանենք դեպի այդ ձևի բան, որովհետև ոչ մի խնդիր չկա, էլի, ասենք այդ տառերը լեզուն մանավանդ իմացողի համար, ինչն է խնդիրը։ Իդեպ փոքրագույն ջանք էլի։ Այս բաներն է միշտ լսվում, անգլերենով ասում ենք spelling shame, այն վախից, որ ուղղագրական սխալ պիտի թույլ տան։ Եվ դատապարտվեն որպես թերի հայ։ Հենց այդ դա արդեն մյուս կարևոր հարցն է, որ ուզում եի ասել, որ եթե մարդը պետք է ունենա այս հակազդեցությունը ու դրա համար հիմքեր ունի, դրա համար պետք է ամոթ լինի, ասենք մեզ բոլորիս համար, չի կարելի այդ ձևի հակազդեցություն անել։ Հենց պետք է խրախուսվի անպայման հայերեն տառերով գրելը ու երբեք չի կարելի նկատողություն անել։ Ուրիշ բան, եթե ասենք ինչ-որ կոնկրետ հարցեր կա, դու փորփրես նայես դենաս, այս մարդը ռուսական դպրոցել չի, Հայաստանում ծնվել ապրելա բան, ռուսական դպրոցել չի գնացել ու անընդհատ հատկապես եթե ասենք անպագոր բաներից է խոսում եւ այլն, այտենց հայեցի արժեքներ բանման, հենց այդ թվում շատ հաճախ հակագիտական եւ այլն, բայց ասենք իր լեզուն, իր մայրին լեզուն, բայց կոնկրետ այդ ինչի մասին որ գորգորում է եւ այլն, ասենք դրա այդ սուրբ լեզվի արտացոլումը ինքը աղճատում է։ Այս արդեն լրիվ ուրիշ հարց է։ Ու իդեպ էս գրագիտության հարցն էլի որ ուղղագրության հետ կապելով շատ կարևոր է նաև այն, որ շատ մարդիկ, որ արևելահայերեն խոսում են, բայց ու գրում են, հենց լեզուն նկատի ունեմ, իր հոլովում, խոնարհում եւ այլն, այնց արևելահայ ավանդույթով են խոսքը սարքում, գրավոր կամ բանավոր։ Դետևալ դեպքում գրավորի մասին է խոսքը, ու իրանք բավարար չափով չեն սովորել այդ մի քանի կանոնները,
այսինքն նորից ամպագորգոր հայտարարություններ, նորից տենց տրիբունալ, տենց ոլորտ եւ այլն, բայց ասենք իրանք հենց դեն թե որ քանի որ հիշատակը ե գրում ես հես կարդում, ուրեմն ինչքան հ կա սա պիտի սարքի ե, ասենք բռնում են հավինել յավ են սարքեմ, հովիվին յովիվ եւ այլն, սա իրոք արդեն եթե մարդը համեստորեն սովորում է բան սա մի ուրիշ հարց է, բայց այն որ գորգորում մեծ արժեքներ բանման ու սենց պտիլի եւ այլն ու մեկ էլ նայում ես տենում ես որ ինքը այդ իր ջատագոված արևելահայերենի հենց համատեքստում էլ իր ջատագոված ուղղագրությունը փաստորեն ինքը հենց խաթարում է հետեւական պտիլն ես եթե նա էս անում խնդիր չկա հարգանքի արժանի է բայց համեստորեն սովորի ուղղակի էլի ոչ թե ասենք տենց բաներ ու մյուս վտանգն էլ այն է որ արևելահայերեն գրելով անկախ իրանցից երբեմն լեզվական ավանդույթներ են բերում խառնում ասենք արևելա հայերենում ճիշտա տեյովա հիմա խնդիր չկա համակարգային առումով ես համաձայն չեմ որ ասենք արևելա հայերենը պետականորեն բան գրվի այն ուղղագրությամբ դա ուրիշ հարց է բայց անձնական ասենք ընտրությունա մարդը ընդհանրեն ուզում է դա անի մաքուր հետևական ձևով անում է սովորում է խնդիր չկա միշտ նորմալ է բայց նույնիսկ այդ դեպքում եթե իր քերականությունը իր խոսք քերականությունը արևելա հայերենն է ինքը պետք է չգրի ճիշտ դյով որովհետև դա արևմտահայերենն է ու դա ուղղագրության ռեֆորմի կամ այդ հարցերի հետ կապ չունի այո բայց երևի նաև պիտի այստեղ նշենք որ այս ուղղագրության հարցը որ ես մի քանի այդ դրվագները ներկայացրեցի 10-20 տարի առաջ բավականին մեղմացել է հիմա ասենք գոնե իմ շրջապատում ամերիկահայ իրականության մեջ համալսարաններում որտեղ որ դասավանդում են մեծ մասամբ իմ գործընկերները այսպիսի մոտեցում կա ամեն ուսանող պիտի ազատ զգա խոսի իր տարբերակով, դա կլինի մյուս գրական տարբերակը, դա կլինի բարբառ եւ այլն եւ գրի իր ուզած ուղղագրությամբ, այն բացառությամբ, որ եթե քերականության ինչ որ ուղղագրական դասընթաց է, իհարկե պարտավոր է դա սովորել, այո, հա, ուզում եմ ասեմ գրական ստանդարտը պետք է իմացվի առաջերտին ու հետո ոչականության ես մեծ լայնացում եմ տեսնում որը ինձ ոգևորում է։ Ուղղակի ասենք էլի մակարդակները իմանալով ու դրանք չխառնելով յուրաքանչյուրը իր համատեքստում։ Ու նույնիսկ այսպիսի հետաքրքիր ասենք պահեր են լինում արևմտահայ ընկերներ ունեմ, ուսանողներ ունեմ, որոնք ասենք օրինակ հայագիտության եթե մեկը հայագիտություն է սովորում, պիտի երկու գրական տարբերակներն էլ գրաբարներ, երրորդն էլ սովորի, երկու ուղղագրություններին էլ տիրապետի եւ այլն, մեկ էլ ասենք ինչ որ արևմտահայ ընկեր կասի այդ ուղղագրական ասենք քննությունների ժամանակ պատկերացնում եմ դու ոնց կարտասաներ այս բառը, որ ավելի հեշտ կլինի, ուզում ասեմ ոնց ասեմ հայացքներից ու հոգեբանական մոտեցումներից այնքան բանակախված թե դու ոնց կընկալես ինչ հանդուրժողականությամբ ինչ մոտեցմամբ ինչ հարգանքով կմոտենաս տվյալ հարցին իհարկե ու այդ ամեն ինչին զուգընթաց նաև ասենք պետք է նորից հիշենք լեզվի զարգացումը հարապող լինելը ու բացի այդ այն որ այնց համընդհանուր մեծ էլի այն անգամ էլ մի թեթև խոսեցինք չէ հա որոշ տեղեր ասենք կարող է Տշնամի երկրի գաղափարախոսությունը նույնիսկ Եվրոպաներում ինչ որ քարտեզիվի բաներ ես ինքս ունեցել եմ դες նախադեպեր ու զբաղվել եմ դրանք փոխելու ուղղությամբ եւ այլն սրանք այդ ձևի առանձին բաներ կարան լինեն բայց այս ամեն ինչը համընդհանուր հայերի դեմ կոնսպիրացիայի համատեքստ դնելը լավ չի ու պետք է հասկանալ որ դու էլ հրաշալի օրինակներ բերեցիր որ մյուսներն էլ անընդհատ մյուս ավանդույթներն էլ զբաղված են եղել այդ ռեֆորմների հարցերով արել են քիչ թե շատ մի ավանդույթ ասենք մի քիչ արմատական ձևով մեկը մինչև հիմա էլ դեռ շարունակում է այնպես համարյա առանց փոփոխության բան բայց ասենք լարնային իտալերենի օրինակը իրանց ցիոնե ածանցը որ հենց ցեյով էլ գրվում է ցիոնե չէ ասենք էդուկացիոն է կրթություն թեյով է դա ստուգաբանորեն հենց թեյա տեից է գալիս հնդեվրոպական որը լատիներենում իտալերենի մամա լեզվում տիո ածանցն է հենց ակում նույնն է տիո տիոնիս հիմա փաստորեն իրանց մամա լատիներենից իրանք դա ստացել են ու խաթարել են sense այն առումով որ լա մենք ություն բնականորեն մի քիչ թեն կմայնացնում ենք չնայած սրա դեմ էլ սուրերեն ճոճվում իհարկե
ասենք բնական է ու թյուն մի քիչ կմայնացած արտասանում է, չէ՞։ Ու ասենք պարսկահայերն էլ չեն ասում, էլ ավելի ամուր կմայնացում, չէ՞։ Հա, բայց մեկը ասենք թե գրությունը պահպանում ենք, չէ՞։ Լավ է, նորմալ է, չէ՞։ Բայց ասենք իտալացիք ինչ դա բան է, սրբապղծություն է, որ իրանք այդ սուրբ լատիներենից ժառանգած քիչ չի արտասանությունը Տիոնիսը դարելա Թիոնիս, մի բան էլ գրությամբ են դա արտացոլում, էլի։ Հրաշալի օրինակ։ Իսումա անverջ կարող ենք խոսել այս թեմայի շուրջ, բայց շատ ուրախ եմ, որ խոսեցինք, գիտեմ, որ էլի լիքը հարցեր են լինելու, բայց հույս ունեմ մի փոքր, միգուցե լուսաբանեցինք, ինչ-որ նոր պիտանի գիտական շերտեր ավելացրեցինք։ Հա, ու մանավանդ որ հենց այդ նախորդի հետ կապված սերտորեն արևմտային արևելահայերեն, մեկ էլ ուղղագրություն, որտեղ սրանք բոլորը նուրբ զգայուն լարերի հետ են կապված, շահարկումների հետ են կապված, այսինքն սրա ազգայնական լավ իմաստով հենց իսկական ճիշտ իմաստով ազգայնական հենքը նորմալ է, պետք է դրա համար պայքարենք անպայման ու այն ավանդույթները պետք է իմանալ, սովորել ու շարունակել իհարկե յուրաքանչյուրը իր տեղում ու յուրաքանչյուրը ժամանակի շնչին համապատասխան, բայց լավ չի, ասենք շահարկումները ու դրանց հիման վրա ազգադապ, ազգանպաստ ձևի դες ըմբռնումներ դնելը ճիշտ ու սխալ հայր, սա հենց համերաշխության թշնամին է, այս ձևի մտայնությունը չի կարելի։ Դրա հետևանքում խուսափել, խոսել, քննարկել, իրարից սովորել, հակաճառել նույնիսկ առողջ ձևով, դա էլ եմ ես շատ վտանգավոր բան տեսնում, որ մարդիկ ուղղակի, ասենք, դեպք ա եղել, որ ինչ-որ միջոցառումներին մարդիկ ասել են, այս թեման չի արծարծվելու, որովհետև չեք ուզում աթոռ նետվի, հա, բայց քննադատական մտածողությունը այդտեղ կորում է, որովհետև ընդհանրապես չենք խոսում, ամեն մեկը իր այդ տեսակետը էլ ավելի խորը արմատացած ձևով շարունակում։ Իհարկե։ Հիմա ես ունեմ արմատացած տեսակետ, բազում հարցեր կա, որ կարան քննարկենք առանձին եւ այլն, բայց կոնկրետ ուղղագրությանը իմ արմատացած տեսակետը այնա, որ պետք չի վերադառնալ արևելահայկականի համար, բայց էլի այն առումով, որ ասենք արևմտահայերենի եւ այդ ուղղագրությունը դա պետք է անխաթար պահպանվի, սովորվի ու երկուսը իրար այդ համերաշխության մեջ պետք է լինեն, յուրաքանչյուրը իրանց տեղում, հա, այսինքն իմ հիմնավորված ձևով ունեմ իմ արմատացած պատկերացումը, տեսակետը, բայց եթե մեկը այդ ասածս բևեռացումը չի անում, համեստ ճիշտ սովորելով ու հարգելով մյուս տեսակետը հանդուրժողականությունով եւ այլն, եթե ինքը ասենք ուրիշ ձևի մտածում, մեծագույն հարգանքս իրան, ոչ մի խնդիր չկա։ Պատահական չի, որ ես ուզում եի զրույցների շարքը հենց քո հետ լիներ, որովհետեւ ես միշտ շատ հանգիստ եմ զգում որևէ հարցով քեզ դիմել, իմանալով քո սկզբունքները, իմանալով, որ որոշ հարցերում դու այսենց արմատական սկզբունքներ ունես, բայց ես երբեք անհանգիստ, վախեցած, վատ չեմ զգում ասել հրաչ, իսկ այս դեպքում կամ հրաչ կարելի է դիտարկել այս տեսակետը ու դրա համար շատ շնորհակալ եմ։ Կամ նույնիսկ ասենք ասել, որ այս մի բանում վստահ չեմ, չէ, որովհետև այդ վախն էլ կա, որ ասենք մենք սրա մասին խոսել ենք կարծեմ հենց առաջին զրույցում, որ դե հայագետ ես, ուրեմն ամեն ինչ պիտի իմանաս հայոց ամեն շերտի բանի մասին, բայց դա մենք բոլորս գիտենք, որ այդպիսի բան չկա, հանգիստ ասել, որ վստահ չեմ կամ չգիտեմ, սա քո նեղ մասնագիտական տիրույթն է, կարող ես օգնել եւ այլն ու դու այդ հարցում թե գիտական ոլորտներում, թե հանրային սոցիալական հարթակներում միշտ շատ մատչելի ու հասանելի ես ու ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Ստացվեցեմ։ Եվ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շատ շնորհակալ եմ։ This special series was conceived by Dr. Shushan Karapetyan and developed in collaboration with Dr. Hirac Martirosyan and Mihran Sahakyan. This episode was produced and edited by Brandon Walsh and associate produced by Mihran Sahakyan. Translation services were provided by Paranzem Vartanyan with creative direction by Fian Gambo.
Language Therapy with Dr. K is a podcast from the USC Dornsife Institute of Armenian Studies.